Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 8 Հիմա կտեսնես, թե քեզ ասածիսպես կլինի, թե ոչ, թվոց 11-րդ գլուխ 23-րդ խոսք։ Աստված Մովսեսին հաստատուն խոստում էր տվել, որ 1 ամիս շարունակ մսով էր կերակրելու անապատում գտնվող հսկա բազմությանը։ Սակայն Մովսեսը տեղի տալով անհավատությանն ու կասկածին նայում է արտաքին պայմաններին և բոլորովին չի պատկերացնում, թե ինչպես կարող էր այդ խոստումը իրականանալ։ Արարչին նայելու փոխարեն նա արարչագործությանն էր նայում։ Բայց միթե ստեղծողը սպասում է, որ ստեղծվածը կատարի խոստումն իր համար։ Ոչ, նա, ով տվել է խոստումը, հենց ինքն էլ առանց կողմնակի օգնության կատարում է այն իր ամենակարող զորությամբ։ Եթե նա խոսում է, ուրեմն այդ խոսքն արդեն կատարված է իր իսկ կողմից։ Նրա խոստումների իրականացումը կախված չէ մարդկային աննշան զորության համագործակցությունից։ Մենք կարող ենք միանգամից նկատել Մովսեսի սխալը, սակայն որքան հաճախ մենք ենք նույնն անում։ Աստված խոստացել է բավարարել մեր կարիքները, իսկ մենք սպասում ենք, որ ստեղծվածները կանեն այն, ինչ Տերն է խոստացել, և արդյունքում, բախվելով մարդկային բազկի տկարությանն ու անկարողությանը, տրվում ենք անհավատությանը։ Ինչու ենք առհասարակ մենք այդ կողմ նայում։ Ինչու ես դու հյուսիս նայում, կարծելով, թե այնտեղից արևից հասունացած պտուղներ կհավաքես։ Հիրավի այդ անելով, դու ավելի անմիտ չես վարվում, քան երբ տկարին ես նայում զորության համար և ակնկալում, որ մարդը կարող է Աստծո գործն անել։ Եկեք ուրեմն մեր հայացքը ճիշտ կողմն ուղղենք։ Հավատքի հիմնն այն տեսանելի միջոցների անբավարարությունը չէ, որոնցով հնարավոր կլիներ իրագործել խոստումը, այլ անտեսանելի Աստծո ամենաբավ շնորհքը, այն Աստծո, որն անկասկած կանի այն, ինչ ասել է։ Սակայն եթե մենք պարզորոշ տեսնում ենք, որ պատասխանատվությունը ոչ թե ստեղծագործության, այլ Տիրոջ վրա է, և այդուհանդերձ համարձակվում ենք անվստահություն ցուցաբերել, Աստծո այս հարցը զորավոր կերպով հնչում է մեր սրտերում. Միթե Տիրոջ ձեռքը կարճացել է։ Թվոց 11-րդ գլուխ 23-րդ խոսք։ Թող նրա ողորմությամբ այս հարցի հետ մեկտեղ մեր հոգիներում առկայծի նաև այս օրհնյալ հայտնությունը. Հիմա կտեսնես, թե քեզ ասածիսպես կլինի, թե ոչ։